Երիա Ներսիսյան, դուք 2012 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի երիտասարդական կենտրոնում կազմակերպված ակտիվիզմ, բնապահպանություն և ժողովրդավարության կառույցի միջոցառմանը մասնակցել եք։ Այո, դատարանի մոտ պատասխանում են հոտնկայից։ Ես խնդրեմ հարցերի պատասխանում եք որպես դատարան։ Դուք այդ միջոցառմանը հայտարարության պրեզենտացիայով հանդես եկել եք, թե ոչ։ Արի դատարան մենք փաստաբանին չենք հարցնում, կողմին ենք հարցնում, եթե ամեն բանից առաջ պիտի խորհրդակցի, իմաստը ո՞րն է։ Արի դատարան ես կազմում պատասխանում ուղղակի պարզապես վերադրվում է փաստաբանի կողմից։ Պատասխանող ո՞ր։ Ուրեմն որևէ կերպ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից ես խնդրեմ չզրկեք մեկ։ Երկրորդը թույլ տվեք ես վերջացնեմ, առհասարակ երբ որ դուք ներկայացնում եք ինչ-որ դիրքորոշում կամ ինչ-որ փաստ եք փորձում դատարանին վկայակոչել, խնդրում իրավական հիմքը անպայման մի մոռացեք հետևից ներկայացնել, հա։ Հարցին պատասխանեք։ Գտնեք հարցը։ Դուք պրեզենտացիայով այդ միջոցառման ժամանակ հանդես եկել եք, թե ոչ։ Ինչ պրեզենտացիա։ Հարցը ավելի կոնկրետ տվեք։ Ակտիվիզմ, բնապահպանություն, ժողովրդավարության կառուցում։ Ես ելույթ եմ ունեցել։ Ելույթ եք ունեցել։ Ելույթի ժամանակ այսպիսի արտահայտություն տվել եք, թե ոչ։ Գիտեք չէ, Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան, օրինակ աղանում գոլդմայնինգը կա կանադական։ Տվել եմ։ Տվել եք։ Շարունակություններ չեմ ունեցել։ Իսկ ապրիլի 27-ին Արմենիա TV հեռուստաընկերության լրագրողին հետ հարցազրույցի ժամանակ դուք ասել եք, որ այնպիսի փաստ, որ էլեկտրաշոկ կիրառվել է, այդպիսի փաստ չկա կամ նման արտահայտություն։ Չեմ հիշում։ Չեք հիշում։ Արի դատարան սկավառակը ներկայացված է։ Սկավառակի ժամանակ խնդրեմ սկավառակը ցույց տալ պատասխանողին եւ հարցնել, դա այդ սկավառակում ինքն է թե ոչ։ Ուրեմն դատարանը ինքը գիտի ինչ հարցեր է տալի որ կողմին։ Հարց ունեք, հարցը շարունակեք, եթե ոչ խնդրում եմ ասեք որ ավարտեցիք։ Ես խնդրում եմ որպեսզի հարցին պատասխանեք։ Ասես չի հիշում։ Մենք վստահ թե հրաժարվում է հարցին պատասխանել։ Հրաժարվում է։ Ասում եմ չեմ հիշում, վստահ եմ հայերեն եմ խոսում։ Արի դատարան սկավառակի ուսումնասիրությունից հետո քանի որ կողմը այս պահին դրությամբ չի հիշում մենք սկավառակի հետ կապված ու իր զրույցի հետ կապված որևէ բան, բայց մենք հո հիշում ենք, կարծում եմ սկավառակի ուսումնասիրությունից հետո արժե որ մեզ հնարավորություն տվի այդ սկավառակի հետ կապված մենք հարց ենք Հետո դատարանը կորոշի։ Որտեղ այս բանի մեկ է։ Հարցեր ունեք։ Նստեք։ Ունեք այն հարցեր։ Այդ հայտարարությունը, որ արել եք Ինոգոլ մայնինգ ընկերության վերաբերյալ, ինչի հիման վրա եք արել, ինչ աղբյուրների, որտեղից այդ տեղեկությունը ձեր մոտ եղել է։ Հստակեցրեք կոնկրետ որ արտահայտությունը։ Ոչ որ ասում եք, գիտեք չէ, Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան, օրինակ աղբանում գոլդմայնինգը կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողան են աշխատեն, դա իրականությունը եկեք նայեք։ Աղբյուրը կվկայակոչեք։ Իմ տեղեկատվություն։ Ձեր տեղեկատվության աղբյուրը։ Դիմանանք։ Դիմանանք։ Ումից դիմանանք։ Գլսեք։ Անի դատարան խոսակողական։ Կոնկրետ առարկայի կապակցությամբ։ Ես կոնկրետ կապակցությամբ հարցեր տվեք, հա։ Ինչպես։ Առարկայի կապակցությամբ հարց։ Պատասխանող կողմ պիտի հայցել կողմին ասի ինչ հարցեր տա։ Ունեք հարցին պատասխան։ Պատասխանող կողմը հայցել կողմին ասի հայցի առարկան որն է։ Լավ, վիդեո հա։ Բոդա բանալիչը իրար հետ կոնկրետ հարցին պատասխանել կարող եք տալ ունեք եք պատասխանել որտեղից ձեզ այդ աղբյուրը Արգի դատարան ուրեմն թե աղբյուրները թե տեղեկատվության բնույթը թե տեղեկատվության էությունը բովանդակությունը մենք մեր դիրքորոշմամբ մասնակիորեն արտահայտել ենք դերևս հնարավորություն զրկված չենք լրացուցիչ դիրքորոշումը արտահայտելու վկաների հարցաքննությունից հետո մեր դատական վիճաբանություն կոչվող փուլի ընթացքում, հա։ Այս կապակցությամբ լիարժեք կսպառենք եւ կբավարարենք ձեր հարցերի պատասխանները։ Եվ որևէ կերպ անհրաժեշտություն չեմ գտնում հիմա անդրադառնալ այդ հարցին։ Իմ վստահողն է նշեց, որ կհայտնեմ եւ կտեղեկացնեմ։
Հարգելի դատարան, դեպքում մենք նորից խնդրել ենք, որպեսզի բանի ժամանակ լրացուցիչ հարցեր տալու հնարավորություն ունենալու։ Ես ձեզ առաջարկվեց այդ ժամանակ հարցնել։ Կարող դուք եք հարցեր մինչև կգամեն։ Ոչ, մենք հարցեր ունենք կգամեն